Բարև ձեզ սիրելի ժողովուրդ։ Անկախ Հայաստանի հպարտ ազատատեն ժողովուրդ։ Մարդիկ, ովքեր ևս մեկ անգամ իրենց կամային արժեքների շուրջ համախմբվելով հայտ են ներկայացնելու առանապատիվ կեցվածք վերադարձնելու մեր հաղթանակած երկրին։ Երկիր, որը իր հաղթանակներից հետո մի քանի արկածախնդիրների պատճառով ամբողջ ազգին դարձրեցին երկրից լքողներ, աղքատներ և հաղթանակի արժեք չիմացող ազգ։ Մենք կոչված ենք վերականգնելու մեր արժանապատվությունը։ Մենք ազատամարտիկներս ավելի կան 6000 հոգի հիմա ձեր շարքերում են, համալրել ենք ձեր շարքերը։ Ձեզ հետ միասին շտկելու մեր ազգի ողնաշարը, ուղղելու մեր արժանապատիվ ազգի զավակների քայլքը։ Մենք կարողացանք ծնկի բերել արյունարբու թշնամուն, բայց մի քանի թափթփուկի մենք թողեցինք մեր բացթողման արդյունքով մեր հպարտ երկիրը հասցրեցին այս վիճակին։ Հաճախ փորձում ենք ճշտել ինչքան ժամանակ, ոչ մի վայրկյան ավել սրանց իշխանության թողնել չի կարելի։ Նախաձեռնող այս ճակերտավոր նախաձեռնող այս իշխանությունների յուրաքանչյուր քայլ, յուրաքանչյուր նախաձեռնություն կոչված է ավելի անդունդը գրոլելու մեր երկիրը։ Մենք հաղթած ազգ ենք, ժողովուրդ, մենք պիտի կարողանանք հաղթածի կերպարով ապրել։ Մենք արժանապատվություն ունեցող հպարտ ազգ ենք և չենք թույլ տա, որ մի քանի թափթփուկի պատճառով, մի քանի արկածախնդրի պատճառով մեզ հետ կարողանան վարվել այնպես, ինչպես այսօր թե արտաքին և թե ներքին քաղաքականության մեջ։ Մենք ներկայումս երրյա քաղաքական ուժերի առաջնորդությամբ համաժողովրդական շարժում է սկսվել և մենք ազատամարտիկներս հայտարարել ենք մեր միասնություն այս շարժմանը։ Երբ մենք ազատամարտիկներով միավորվեցինք, իշխանական բոլոր մամլիչ մեխանիզմներով փորձում էին մեզ քաղաքական երանգներ կամ հրացանավորների կերպար ներկայացնեին։ Ի դժբախտություն իրենց ասեմ, ազատամարտիկները միայն ազգի զինվորներ են և նրանք զենքով չէ, որ նույնիսկ թշնամուն հաղթել են։ Մենք հաղթել ենք մեր կամային արժանիքներով, մենք հաղթել ենք մեր հայրենիքի հանդեպ ունեցած սիրով և այդ սիրո շարունակությունն է այսօրվա մեր շարքում լինելը։ Մենք սպարապետի գլխավորությամբ ուխտել ենք մինչև վերջ պայքարել, մինչև մեր պետականությունը հասցնենք իր հզոր վիճակին և մենք կենդանի մնացած ազատամարտիկներս մեր երդմանը հավատարիմ ենք, կանգնած ենք մեր ժողովրդի կողքին, մեր համաժողովրդական շարժման կողքին և խնդրում ենք առանց հապաղելու օր առաջ թոթափել այս իշխանիկների լուծը մեր ազգի վրայից։ Մենք ժողովուրդ պատրաստ ենք օրերով անգամ այստեղ մնալու։ Պատրաստ ենք մինչև